Աստված հավատարիմ է, Դեյվիդ Վիլգերսոն, օր մայիսի 28 Դժոխքը ցնցող աղոթքը Դանիելի գրքի գրության ժամանակ Իսրայելը Բաբելոնի գերության մեջ էր։ Գլուխ 6-րդում երկար ծառայության կյանքից հետո Դանիելը 80 տարեկան էր։ Դանիելը միշտ աղոթքի մարդ է եղել և հիմա իր ծերության մեջ նա ոչինչ փոխելու ոչ մի մտադրություն չուներ։ Ընդհակառակը, նա նոր էր սկսում։ Սուրբ Գիրքը վկայում է, որ նույնիսկ երբ այս մարդը 80 տարեկան էր, նրա աղոթքները դժոխքը ցնցեցին զայրացնելով սատանային։ Դարեհ թագավորը Դանիելին նշանակեց երկրի ամենաբարձր պաշտոնին։ Նա դարձավ 3 հավասար նախագահներից մեկը, որոնք կառավարում էին 120 նահանգների իշխաններին և կառավարիչներին։ Դարեհը Դանիելին նախապատվություն տվեց մյուս 2 նախագահների նկատմամբ, նրան նշանակելով կառավարության քաղաքականության ձևավորման և բոլոր արքունիքի անդամներին ու մտավորականներին կրթելու պատասխանատու։ Ակնհայտ է, որ Դանիելը զբաղված մարգարե էր, խիտ գրաֆիկով և ժամանակատար հանդիպումներով, սակայն ոչինչ չէր կարող շեղել Դանիելին աղոթքից, որը մնում էր նրա ուշադրության հիմնական կենտրոնում և գերակա էր մյուս բոլոր պահանջների նկատմամբ։ Օրական 3 անգամ նա ժամանակ էր հատկացնում իր բոլոր պարտականություններից, ծանրությունից և պահանջներից որպես առաջնորդ Տիրոջ հետ ժամանակ անցկացնելու համար։ Նա պարզապես հեռանում էր ամեն ինչից և աղոթում, և Աստված պատասխանեց նրան։ Ծնկի իջած Դանիելը ստացավ իր ողջ իմաստությունը, հրահանգները, ուղերձները և մարգարեությունները։ Դժոխքը ցնցող աղոթքը գալիս է հավատարիմ և ջանասեր ծառայից, որը տեսնում է, թե ինչպես է իր ազգն ու եկեղեցին ընկնում մեղքի մեջ։ Նա ծնկի է գալիս և աղաղակում. «Տեր, ես չեմ ուզում մասնակից լինել այս ամենին, թույլ տուր ինձ լինել քո պահպանող զորության օրինակը այս մեղավոր դարաշրջանի մեջ»։ Շատ զբաղված եք աղոթելու համար։ Ասում եք, թե պարզապես հավատքով եմ ընդունում դա։ Դուք կարող եք մտածել. Աստված գիտի իմ սիրտը, նա գիտի, թե որքան զբաղված եմ ես ամբողջ օրվա ընթացքում մտքով աղոթում եմ նրան։ Ես հավատում եմ, որ Տերը ցանկանում է որակյալ, մտերիմ ժամանակ անցկացնել մեզ հետ առանձին։ Այդ դեպքում աղոթքը դառնում է սիրո և նվիրվածության դրսևորում, այլ ոչ թե պարզապես աղաչանքի ժամանակ։ Դանիելը մեր օրինակն է, և նրա աղոթքները արդյունքներ ունեցան։